Գյուղատնտեսության նախարարության առաջարկած գարու առվույթի և կորգանի սերմերից գյուղացի նախապատվությունը 2014-ին տվել է գարուն։ Ախույրանում արդեն 30 ընտանիք հայտ է ներկայացրել սերմացու գարի վերցնելու համար։ Այս համայնքի ցանկատարությունների 80%-ում ցորեն է ցանվում, երկրորդ տեղում կարտոֆիլն է։ Սերմացու գարուց բացի ազոտական պարտանյութ վերցնելու ցանկություն ունեցող ընտանիքներ էլ կան հայտարարված, ասում է Ախույրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը։ Պարտանյութի համար առաջարկվող գինը 6000 դրամ է, սակայն ըստ Ախույրյանի համայնքապետարանի գյուղատնտեսության առաջատար մասնագետի բարձր է։ Ազոտական պարտանյութ և մի պարկի արժեքը կազմում է 6000 դրամ, էլի նախարարության կողմից հատկացված աջակցություն է նաև համարվում։ Դա արդեն մեծ օգնություն է, որպեսզի գյուղացին կարողանա իր ունեցած հողամասը մշակի։ Այսօր թե ինչու հիման վրա է բարձր տրված կալիումն ու ազոտը։ Դրանք սովորական հարկային պարտանյութեր էին ժամանակներում մեր նախկին սովետական ժամանակներում այդ պարտանյութերը ամենացածր պարտանյութերն էր արժեքը։ Պայմանագրով ծրագիրը զիջումներ չկա։ Ֆերմերը պետք է փոխհատուցի այդ պարկը սերմը 1-2-ի հարաբերությամբ պետք վերադարձնի նույն որակյալ վիճակում ախտանված։ Այս գյուղատնտեսական տարում գյուղացիական տնտեսություններին առաջարկվել է ցանցը կատարել նոր թմբային եղանակով, որը կրճատում է ինչպես արտադրության ծախսերը, այնպես էլ եկամտաբերությունն է բարձրացնում։ Ես 90-ական թվականներին եմ փորձարկել, տարբերություն չեմ տեսել, որոշ քիչ շատ հետև տարբերություն, այնպիսի տարբերություն է, որ բերքը կարող է 1-2 ցենտներով բարձրացնել, բայց ինքնարժեքը բերքի հաշվից ավելի շատ բարձրանա։ Սա դժվարատև և երկար պրոցես է։ Մենք պետք է բացատրական լուրջ աշխատանքներ իրականացնենք, որովհետև սա ստիպողաբար չի լինելու, այլ կամավոր ձևով մարդիկ պետք է միավորվեն և ստեղծեն ֆերմերային տնտեսություններ։ անկախ հողի մշակման տարբերակներից համայնքապետները գտնում են, որ գյուղատնտեսության ոլորտում ևս պետք է մտցվի պարտադիր ապահովագրություն հասկացությունը։ Թերություն ունենք գյուղատնտեսության բնագավառի ապահովագրության, քանի որ ռիսկային է գյուղատնտեսությունը, առայժմ չեն փորձում ապահովագրական համակարգ մտցնելու։ Այդ դեպքում այդ հարցերը պետք է լուծի ապահովագրության միջոցով, ապահովագրական ընկերությունները։ Այս դեպքում այդ պայմանագիրը նորմալ գործելու է։ Սակայն ըստ համայնքապետի, քանի դեռ այս ինստիտուտը Հայաստանում ամբողջապես զարգացած չէ, գյուղացին կշարունակի վարել ցանկանելի գիտեցած տարբերակով և այն հույսով,
որ կկարողանա բերքավակը կազմակերպել առանց զգալի կորուստների։ Նարեկ Կիրակոսյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։